Սպասեք։ Պարոն Մինասյան, մի գնացեք, որտեվ ձեզ առաջարկ ունեմ մի հատ։ Հարգելի գործընկերներ, նախ անցնեմ առաջարկից։ Ինչպես։ Չէ, ձեր գիտեք ոնց է ձեր իմ եւ ձեր ելույթների հարաբերությունները։ Ամեն անգամ, երբ որ ես գալիս եմ ու դուք միանգամից գնում եք, ոնց որ չեմ կարում ձեզ որսամ։ Անորսալի ջոյի կարգավիճակում եք, էլի ամեն անգամ։ Դրա համար եւ հաճելի չի արդեն ձեր աթոռների հետ խոսալ, դրա համար խնդրեցի մնալ։ Ու միանգամից սկսեմ նրանից, որ դուք մեզ մեղադրում եք դաշնակցության դեմ արշավ անելու մեջ։ Դուք խոսում եք մեր վարկանիշից։ Դուք ասում եք, որ այ դաշնակցությունը 135 տարվա կուսակցություն, մի հզոր կուսակցություն քաղաքական դաշտի, ազգային արժեքների սյուներ, շատ լավ, ես առաջարկ ունեմ, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ։ Եթե այդպես է, ուրեմն մենակով գնացեք ընտրություններին։ Կարաք։ Դաշնակցությունը, 135-ամյա դաշնակցությունը առաջարկում եմ մենակով գնա ընտրության, ոնց դուք ասելիք չունեք մեր ժողովրդին։ Բա 135-ամյա դաշնակցությունը, բա 135-ամյա դաշնակցությունը կգնա կմտնի 71-ամյա Քոչարյանի թևի տակ։ Բա ձեզ սազած ժողովուրդ։ Բա դուրս եկեք այդ թևի տակից։ Բա որպես 135-ամյա կուսակցություն մի հատ ձեր խոսքը ասեք, ձեր ասելիքը մի հատ ասեք, ժողովուրդ։ Ամեն անգամ գալիս ասում եք մենք 135-ամյա կուսակցությունը, կամ ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության հետ, ժողովուրդ։ Դուք սոցիալիստական ուժ եք։ Ռոբերտ Քոչարյանը բան վայրի կապիտալիստ ավարառու, որ բանով դատախազությունը 200 միլիոն թալան է պահանջում։ Դուք ինչ կապ ունեք։ Դուք իրականում այն մարդկան շահերի պաշտպանն եք, ումից որ թալանվել է այդ գումարը։ Դուք ձեր ընտրած զանգվածին, դուք ձեր ժողովրդին թողել եք, գնացել եք այդ ժողովրդից թալանողին եք բանանում։ Ծխծրեց պարոն Մինասյան։ Գնաց եւի քննարկի առանցին հանդես գալու։ Ինձ ասեց որ գնում է ծխի։ Ինձ ասեց որ գնում է ծխի։ Պարոն Մինասյանը ասում, հանդեղ SMS գրեց, ասեց մի հատ զանգեք դուրս գամ։ Պարոն Մինասյանը ասում է Աստծուց վախեցեք։ Պարոն Մինասյան, այդ դուք եք Աստծուց վախենում։ Դուք անձամբ չէ, էլի դաշնակցությունը ձեր գործընկերները։ Դուք եք Աստծուց վախենում։ Բա Աստծուց վախեցողը Քոչարյանի հետ գործ կբռնի։ Աստծուց վախեցողը Քոչարյանի հետ ընդհանրապես բառ կփոխանակի, եկել եք խոսում եք Աստծուց։ Հա, բան, մի հրաշալի բան է, եռամիասնություն է, դաշնակցություն, Կտրիշ Ներսիսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Չէ մի չէ, Սուրբ Երրորդություն։ Աստծուց վախեցողներից նայեք։ Այստեղ տապան եմ նկարել, բայց չեմ հասկանում ինչ եմ նկատի ունեցել։ Հա, Արմենի Կիրեղյանը գնացել է, ասում է բանը ԿՊ-ի 50-յակում չմտած մարդիկ մտահոգվում են, որ կարող է իրենց հիպոթեքները չփակեն դրա համար եւ ինչ որ տեքստեր է ասում։ Դուք ձեր հնգյակի մասին մտածեք, մեր 50-յակի հետ ինչ գործ ունեք։ Դուք ձեր հնգյակի մասին մտածեք, որ էդ էլ չեք ունենալու։ Դուք մնալու եք այդ նշած ողի տակ։ Դրա համար եմ ասում, Քոչյանի թևի տակից դուրս եկեք, գոնե արժանապատիվ նշած ողի տակ կմնաք։ Չնայած ձեզ Տիկին Կիրեղյան առաջարկում եմ, այս տապանը դրա համար եմ բանել, առաջարկում եմ անդամագրվել Նոյան տապանին։ Այդ տապանի մեջ ձեր համար հաստատ տեղ կգտնվի։ Եթե 37 թիվն է, գալիս եք անդադ մեզ մեղադրում եք 37 թիվ անելու համար։ Հետո գալիս եք այս ամբյոնից ասում եք, որ այս բիրտ իշխանությունը ցանկացավ աշխատանքից ազատել բանի քաղաքական բանի Ժաննա Դարկի հորը, բայց չկարողացավ։ Բա 37 թվին ուզենային որևէ ընդդիմադիրի հոր աշխատանքից ազատեն ու չկարողանան։ Կարող է աշխատանքից ազատեն միամտաբար հայտնվել բանում, համակենտրոնացման ճամբարներում։ Չէ, դե ես այդքան չեմ բանանում, խորանում։ Դուք ախր ձեր տեքստերը մեկը մյուսին հակասում է։ Ձեր երկու տեքստ, դուք ոնց որ ասենք երկու քայլ հաշվարկելու ունակություն չունենաք։ Ձեր տեքստը մենակ մեկ քայլանի տեքստեր եք ասում։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ապօրինի գույքի բռնագազման օրենքը, հարգելի գործընկերներ, դուք վիճարկել եք սահմանադրական դատարանում պաշտպանելու համար այն ապօրինի գույքը, որը որ դուք կուտակել եք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից եւ ուզում եք մեր ու ձեր միջև հավասարության նշան դնել, ես ուզում եմ հիշեցնել, որ
Հայաստանում ստեղծվել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը ոչ ավել ոչ պակաս Հովիկ Աբրահամյանն էր, որը այսօր մեղադրվում է ապօրինի գույքի բռնագազման օրենքով, երևի ամենաշատ երյակի մեջ է, թոփ երյակի մեջ է, երևի Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, այդ երյակի մեջ են, հասկանում եք, այդ երյակի մեջ է, ընդ որում, մեր շատ սիրելի Արծվիկ Վինասյանը, որը գնաց ծխելու, այդ ժամանակ հանդիսանում էր նախարար, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, որը հանդիսանում էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահը։ Ես չգիտեմ, այդ ժամանակ դարդերից ծխում էր պարոն Վինասյանը, թե չէր ծխում։ Եվ այդ ժամանակ մտածում էր Աստծո եւ անաստվածության մասին, թե չէր մտածում, բայց այն որ սոցիալիստ դաշնակցական եւ սոցիալիստական դաշնակցությունը հանդիսանում էր կոռումպացված կառավարության, միջև կոկորդը կոռումպացված կառավարության անդամ, եւ հիմա այսօր եկել է խոսում է բանից, անաստվածությունից։ Այնտեղ էլի մեկը չեմ հիշում ով էր, ասում է, բան եք անում, պարգևավճարներով կաշառում եք պաշտոնյաներին, ձեր թիմակիցներին, ասում է, բան, ընդդիմադիր ինչ-որ պատգամավոր էր, պարգևավճարներով կաշառում եք ձեր թիմակիցներին, նախ դուք մեր թիմակիցը չեք մեկ, եւ երկրորդը մենք որևէ մեկին չենք կաշառում, մենք դա վարձատրություն է, բայց պրոբլեմն այն է, որ դուք ոչ միայն ստանում եք այդ վարձատրությունը, դուք երեսպաշտորեն գալիս եք այստեղ, դիստանցավորվում եք այդ վարձատրությունից։ Քանի որ դուք շատ եք սիրում ազգային բառը ամեն ինչին արժև ավելացնել, էլի, դուք ոչ միայն երեսպաշտ եք, դուք ազգային երեսպաշտ եք։ Եթե ազգային երեսպաշտության հուշարձան լինի կառուցելու, այդ հուշարձանը ձեր որևէ մեկի դեմքով պիտի լինի։ Եվ ամեն օր պետք է գան խնկարկեն ընդհանրապես բանը, բարոյականությունը, որը որ դուք ոտնատակ եք տալի, որքանով է բարոյական, ստանալ այդ վարձատրությունը, տանել ծախսել։ Հետո գալ այստեղ խոսալ, այնպես կարծես դուք դրա հետ ոչ մի կապ չունեք։ Իհարկե անարդար է որ դուք ստացել եք, բայց դա օրենքի պահանջ է, որովհետև դուք ժողովուրդ ջան, դուք ձեր հիմնական մասը պարազիտանում է այս շենքում, ոչ թե աշխատում է։ Ասում է բանը, էլի որպես փաստարկ ասում է, մտահոգվում են ԿՊԱ-ականները, որովհետև իրենց հիպոթեկային վարկերը չեն կարողանալու փակել։ Ախր սա ամենալավ ապացույցն է մեր ու ձեր տարբերության։ Որովհետև մարդը, որը պաշտոնյան, որը հիպոթեկային վարկով բնակարան է ձեռք բերում, նշանակում է, որ ինքը չի թալանել։ Եվ մի հատ ուրիշ բան էլ է նշանակում։ Երբ որ պաշտոնյան օրինակ 20 տարով հիպոթեկային վարկ է վերցնում, այդ նշանակում է, որ այդ պաշտոնյան սեփական կյանքը կապում է այդ երկրի հետ։ Ինքը ուզում է ապրել այդ երկրում, ինքը իր ապագան այդ երկրի հետ է կապում։ Ինքը Հունաստանում բաներ չունի, կղզիներ չունի, ինքը օֆշորներում գումարներ չունի։ Ինքը չունի 26 հատ անշարժ գույք։ Ասում եք Լևոն Մկրտչյանն ասում է, որ դա իրենը չի։ Լսեք, գիտեք 1, 2, 3, չգիտեմ, մի հատ հողակտոր, 2 հատ անշարժ գույք, հələ կարելի է մի ձև պատկերացնել, բայց հասկանում եք, դուք 26 անշարժ գույք, պարոն Խաչատրյան։ Դուք Բերանով եք դա ասում։ Կամ ասենք Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք։ Այնքան կարելի է շարունակել, ժողովուրդ ջան։ Դուք ուզում եք ասեք, որ դուք կապ չունեք դրա հետ։ Դուք այդ դրա մեջ նստած եք, դուք այդ միլիոնների մեջ նստած, ասում եք մենք կապ չունենք այդ միլիոնների հետ։ Այս վերջերս մի հատ հանրային դաշտում մի հատ մարդ կա, գիտեք անունը չտամ, ինչ որ վիդեո էր նկարել, պատահաբար աչքովս ընկավ, ասում էր իմ չարակամները տարածել են իմ դեմ, թե իբր ես վատ եմ խոսում, ու ինքը դա վատ էր ասում, հասկանում եք, վատ խոսալով էր այդ բանն ասում, հիմա ձերն այդ որ դուք գալիս եք և ասում եք, որ այ ձեզ հետապնդում են, որ դուք կոռումպացված չեք, դուք այդ կոռուպցիայի մեջ նստած եք ժողովուրդ, դուք այդ կոռուպցիայի փաստաբաններն եք, դուք սատանայի փաստաբաններն եք, հասկանում եք, հարգելի գործընկերներ, որ այդ բանն էլ օրենքներն էլ տանում եք բան սահմանադրական դատարան փորձելով վիճարկել։ Կամ մի հատ ուրիշ բանի վրա եմ ես ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ 2025 թվականի առաջին կիսամյակի բանով, տվյալներով, 2018 թվականի համեմատ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելացել են, մենակ առաջին կիսամյակով 2 միլիարդ դոլարով։ Տարեկան կտրվածքով մոտ 5 միլիարդ դոլար է։ Այդ 5 միլիարդը ինչ է, այդ 5 միլիարդն էլ է չթալանվա, այդ 5 միլիարդը ձեր չթալանածն է ժողովուրդ։ Այդ 5 միլիարդը Ռոբերտ Քոչյանի 200 միլիոնն է, որը չի թալանվել։ Այդ 5 միլիարդը նույն Հովիկ Աբրահամյանի դղյակներն են։ Այդ 5 միլիարդը Լևոն Մկրտչյանի անշարժ գույքերն են։ Այդ 5 միլիարդը Իշխան Սաղաթելյանի գույքերն են։ Այդ 5 միլիարդը այդ բոլոր ապօրինի թալանված գույքերն են, որոնք չեն թալանվել ու դարձել են կենսաթոշակներ, որ հիմա բարձրացնում ենք, դարձել են
առողջապահության ապահովագրություն, որը մենք անում ենք, դարձել են դպրոցներ եւ մանկապարտեզներ, դառնալու են ակադեմիական քաղաք, որի դեմ դուք խաչակրած արշավանք եք արել։ Այս է մեր ու ձեր տարբերությունը։ Ժամանակը սպառվեց, այսօր այսքան է, շնորհակալություն։ Հանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։